նորից ու նորից սիրով ողջունում եմ ձեզ։ Քանի որ տեսանյութում բավականին բան պատմեցի մասին, հիմա երկար չխոսեմ։ Այսօր ուզում եմ ուղղակի ձեզ համար պոեզիա կարդալ, որովհետև այսպիսի մտերմիկ միջավայրում շատ հաճելի է ընթերցել եւ կարծիքներ լսել։ Ես ընդհանուր առմամբ ավելի շատ եմ գրում հայրենասիրական պոեզիա, չգիտեմ, իրոք 19 թվին էլ նույն բանն եմ ասել, ժամանակի պահանջ է։ Պարզապես այդպես գալիս է, հա, այդ տողերը գալիս են ու հնարավոր չէ չգրել։ Իմ վերջին գրածներից, որ դեռ տպագրված չէ, առաջին անգամ է հնչում, իդեպ ձեզ համար, եւ կարդամ, ինձ ասում են. Ես, որ երազում եմ ծով ու երկինք կապույտ, իմ թևերի վրա արևն եմ պահում վառ, ինձ ասում են փակվիր հին ագրավակարում, այրիր երազներդ, դուր քամուն խելագար, ես, որ թրջնի թևով սավառնում եմ անվերջ, հասնում Էրզրում ու Վան, Գանձասար ու Բերձոր, ինձ ասում են կտրիր թևերդ սնամեջ, եւ օրերդ քարշ դուր, վանդակում ցանցավոր, ես, որ ժայռ եմ ամուր, ապարաժ եմ քարե, ինձ ասում են կավես, կփշրվես մի օր, ականջ չեմ դնելու ձայներին կապարե, ես հայկյան մեծ տոհմի դիցուհին եմ հզոր։ Գիտեք, ցանկացած մեկից մեջ պիտի այդ հայկյան մեծ տոհմի դիցուհու կերպարը ապրի, Աստղիկ դիցուհու, Անահիտ դիցուհու, չէ՞ որ մենք իրենց ժառանգներն ենք, եւ եկեք թույլ չտանք որևէ մեկը մեր երազանքների վրա կապանք դնի։ Ես չեմ ասում, թեկուզ ընտանիքում այսպես հակառակվեք ծնողներին, ծնողները երբեմն ճիշտ են լինում, ճիշտ խորհուրդներ են տալիս, բայց անգամ մասնագիտություն ընտրելիս աշխատեք լսել ձեր ներքին ձայնին, իմ սեփական փորձից եմ ասում, որովհետև այո, ծնողները մտածում են ձեզ համար օրինակ ավելի լավ կլինի, որ IT ոլորտ ընտրեք կամ չգիտեմ, ընտրեք բանկի աշխատողի, չէ, այսպես մասնագիտություն, որ գումար աշխատեք, բայց լսեք ձեր սրտի ձայնին, դուք կարող եք գումար աշխատել, բայց ձեր տեղը կյանքում չգտնել, լիարժեք ձեզ չզգալ, ընտրեք այնպիսի մասնագիտություն, որ հոգեհարազատ լինի ու ձեզ ողջ կյանքում լիարժեք զգաք, որովհետև այդ գումարը ձեզ չի փրկելու, ձեր հոգին չի լցնելու, այնպես արեք, որ առաջին հերթին ձեր հոգին լցվի, հետո նոր մնացած բաները։ Իսկ քանի որ դուք գեղեցիկ ու հրեշտակից մաքուր ժպիտներ ունեք, այսպես, ես ուզում եմ ձեզ համար ընթերցել իմ հրեշտակից մաքուր բանաստեղծությունը։ Ցանկացած աղջիկ իր մեջ ունի, չէ, այդ զգացողությունը, որ ինքը հրեշտակից մաքուր է, բայց սա ուղերձ է։ Մենք պիտի հոգով առաջին հերթին հասնենք դրան, լինենք բարի հրեշտակների նման, լինենք հոգով գեղեցիկ հրեշտակների նման, որովհետև ճանապարհ է, կատարելության հասնելու ճանապարհ։ Մենք ամեն ինչ պիտի անենք, մեր առաքելությունը ո՞րն է մարդ արարածի, հատկապես կնոջ, հասնել կատարելության, ձգտել ու հասնել կատարելության։ Կատարյալ միայն Աստված է, բայց մեզ իր պատկերով, իր նմանողությամբ ստեղծելով տվել է այդ ճանապարհի ընթացքը, որ մենք գնանք նրա ետևից, որքանով որ կարող ենք։ Մարդը միշտ էլ ունենում է թերություններ, բայց պիտի փորձենք կյանքի ընթացքում սրբագրել այդ թերությունները, շտկել, հրեշտակից մաքուր։ Աստղափոշից հանիր հարդագողի ճամփին, խորտակված երազով կնոջ սիրտը ետար։ Նա տվել է քամուն, բաշխել է աստղերին, մնացել է մենակ եւ հոգին է տկար։ Խինդ բեր պահորերում անարև ու մռայլ, որ մթին է այնպես, ասես չի լուսացել, լուսնի մրթից կախվել ու ոռնում է մի գայլ, այդ մենավոր կինը երբեք չի հարսնացել, ճերմակ ամուրջներ բեր, ճերմակ շորեր, թող շղարշե մարմնին, իջնի ձյունը ճերմակ, գրկիր նրան այնպես, ասես բաց չես թողել, ու թող զգա իրեն հրեշտակից մաքուր։ Ազատությունը որպես գաղափար այսօր մի փոքր սխալ է մեզ տրվում։ Ազատությունը շփոթվում ենք ամենաթողության հետ, մեզ ամեն ինչ կարելի է, ոչ սիրելիներ, հենց դա է
ազատության դեմ գործելու առաջին արարքը։ Մեզ ամեն ինչ կարելի է։ Ոչ, մեզ ամեն ինչ չի կարելի։ Մեր ազատությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղից սկսվում է ձեր ազատությունը, մյուսի ազատությունը։ Պետք չէ մտածել, որ մեզ ամեն ինչ կարելի է։ Ազատությունն ինչ է։ Ազատվել ինչից։ Մեղքից, վատարարքներից, վատ զգացողություններից, նախանձից, թույնից, չարությունից, այս բաներից պիտի ազատվել։ Իսկ իմ ազատության գաղափարը ես ամփոփել եմ մի ստեղծագործության մեջ, որ սիրով կներկայացնեմ ձեզ։ Ազատություն։ Տանիքների վրա մայրամուտը կարմիր, իր վերջին աղոթքն է հուսահատ մրմնջում, դու քո այգալույսի շեկնժույգը հեծիր, լսիր, թե ինչպես է նա աշխույժ վրնջում, գնա խախտ կամքով, դեպի արևն անմեռ, լքած ունայնության մահիճը մշուշոտ, գնա այնտեղ, որտեղ եղել է ցուրտ ձմեռ, և դաշտերը ավաղ ներքվել են արյունով։ Համառորեն անցիր սահմանն ենք վախի, մատնահարիր, երկնի աստղերը թող վառվեն, քո խիզախ նժույգին, էլ ոչ ոք չի հաղթի, բաց թող երազներդ, թող կապույտում ճախրեն։ Ազատությունը երազների բաց թողումն է, որ պիտի կապույտում ճախրի։ Եկեք լսենք մեր երազներին և բաց թողնենք թռչնի նման, որ ճախրեն կապույտում։ Դուք սիրում եք Չարենցին։ Ովքեր են սիրում, թող ձեռք բարձրացնեն։ Չարենցը ոգի է և հիմա շատ խոսվում է պաթոսի մասին ասվածը խոսում են պաթոսի դեմ։ Ինչու, որովհետև մեր մեջ ինչ է պաթոսը, ոգի, բարձր ոգեղենություն, ուզում են նստեցնել, իջեցնել այդ ոգեղենությունը, մեզ ուզում են թռչունից սողուն դարձնել։ Իսկ երբ խոսում են պաթոսի դեմ, ես ընդամենը քամահրանքով մի հարց եմ տալիս, ասում եմ կա ինչ-որ մեկը հայ գրականության մեջ, որ գրել է ես իմ անուշ Հայաստանի, հավասար ինչ-որ ստեղծագործություն, կա ձեր կարծիքով, չկա, չէ, և ամենահրաշալի ասմունքը Խորեն Աբրահամյանի ես իմ անուշ Հայաստանի մատուցումն է, բարձր պաթոսով գրված ստեղծագործությունը արտասանվում է բարձր պաթոսով, այսինքն պաթոսը հաղթեց։ Հիմա ես կարդում եմ իմ Չարենցյան ստեղծագործությունը, որը դուք ինքներդ կորոշեք պաթոս ունի, թե չունի։ Չարենցյան։ Իմ բառերը դաշույնի պես պիտի փայլեն։ Սրալեզու թերի նման կտրեմ պիտի։ Ես չեմ եկել անկյուններում կուչ գամ լռեմ, թող իմ բառը ճշմարտության հուրը լինի։ Իմ բառերը բալասան ու բոց պիտ լինեն, փլատակեն տաճարները անարգ ստի, ճշմարտության ապարանքներ պիտ կառուցեն, հոգիներին բաշխեն լույսը երանելի, խենթ բառերս պիտի հնչեն ամեն բեմից, կուլիսներում թող պահ մտնեն առնետները, չեմ վախենում ես մահացու կախաղանից, թող հավերժի իմ Չարենցյան, ձեր Չարենցյան, խիզախ գենը։ Ուներ? Պաթոս ուներ։ Սիրելիներ, ամենաթանկ արժեքը մեզ համար այսօր պիտի լինի հողը։ Մեզ մոլորեցնում են տարբեր կեղծ արժեքներով։ Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, հողը բոլորիս համար է, մարդկության համար է, բոլորը պիտի ապրեն, ոչ, դուք պիտի լինեք ձեր հողի ժառանգորդը ու հիշողություն ունենաք։ Ամենակարևորը, մեր հիշողությունը մեզ տարբեր տեղեր է տանում, առաջին ստեղծագործությամբ ես ներկայացրեցի, թե իմ հիշողությունը ինձ ուր է տանում, Էրզրում, Վան, Գանձասար, Բերձոր, երբ հիշողությամբ մենք այնտեղ ենք, մենք արարքներով էլ կձգտենք ու մի օր կհասնենք այնտեղ, հավատացեք։ Երբեք ժառանգորդի, պահանջատերի այդ հիշողության, այդ ամենը ձեր միջից մի հանեք, այդ արարքը, այդ զգացողությունը, պիտի միշտ ձեր մեջ ապրի, որպեսզի իրագործվի, որպեսզի իրականություն դառնա։ Եվ ամենակարևոր արժեքը մեզ համար պիտի լինի հողը, մեր
հերոսները այդ հողի համար են ընկել։ Դարեր շարունակ պատերազմել են պահելով այդ հողը։ Սարդարապատի ճակատամարտը չլիներ 1918 թվականին, մենք այսօր չէինք լինի։ Մենք այսօր չէինք լինի։ Արյունով հողը պահեցին, որ դուք այսօր այստեղ նստեք ու մեզ լսեք։ 44-օրյա պատերազմում մեր հերոսները զոհվեցին այն հողի համար, որ կորցրեցինք, բայց պետք է հետ բերենք, որպեսզի այդ տղաներն այնտեղ հանգիստ ննջեն։ Այնտեղ այդ արդար, այդ ազնիվ մաքուր արյունն է թափված։ Այդ արյան վրա մենք չպիտի թույլ տանք, որ բորենիները ոտք դնեն։ Հողի որդին։ Այս հողի մեջ է արմատներեին։ Այնքան ամուր է եւ այնքան խորը, որ երկարել է դարերի պես հին ու գտել իրենց հարազատ մորը։ Իմ երակներում այս հողի բույրն է, ու ես հողաբույր, ու ես հողածին, հոգիս թրջունի նորոգված բույն է, որ սպասում է որդուտուն դարձին, եւ այս հողից է իմ բիրտ շաղախը, իսկ բնությունս խենթ քամու նման, բնավ չգիտեմ, թե ինչ է վախը, քո քաջ որդին եմ, երկիր նայիրյամ։ Մի ստեղծագործություն էլ կարդամ, ձեզ չհոգնեցնեմ։ Սերվել եմ Եղեգան փողից։ Այսօր շատ է առևտուրը, առ եւ տուրը, ցանկացած իրավիճակներում։ Մենք արդյոք կարող ենք դրանից վեր բարձրանալ եւ գնահատել այն արժեքները, որ մեզ թողել են մեր մեծերը։ Այս դրա մասին շատ պիտի խորհենք։ Չէ՞ որ այդ մարդիկ մի ամբողջ կյանք են նվիրել ինչ որ ոլորտի, գրականության, արվեստի, մշակույթի տարբեր ճյուղերի, որ թողնեն մեզ որպես ժառանգություն։ Կոմիտաս ունենք, Նարեկացի ունենք, Սևակ ունենք, Չարենց ունենք, Թումանյան ունենք, այսպես շարունակ կարող եմ թվարկելով գալ մինչև Արամ Խաչատրյան, Եկվալյան եւ այլն։ Այս մարդիկ մեզ ժառանգություն են թողել, որպեսզի մենք մեր մշակույթով հարստանանք, պահենք ու ապրենք, դրա տերը լինենք, ոչ թե թույլ տանք, որ ինչ որ քոչվորներ գան, մեր մշակութային ժառանգությունը վերցնեն, յուրացնեն ու աշխարհին էլ ներկայացնեն։ Ինչու ենք մենք թույլ տալիս սա, որովհետև թույլ ենք, իսկ ով է թույլ, ով հիշողություն չունի, ով չի պահպանում այդ ժառանգությունը, եկեք մեր մշակութային ժառանգության տերը լինենք։ Սերվել եմ Եղեգան փողից, այստեղից էլ ցույց եմ տալիս, որտեղից ենք մենք սերվել, Վաղագնի Եղեգան փողից իհարկե, խղճի, հոգու, առևտրի նեն գորեր։ Իսկ ես շաղված բոր բարևից ու հողից, իմ շաղախը ով է փորձում տրորել, ով հանդգնեց տատասկ ցանել իմ հողին, իմ հողի մեջ Վահագնասերն է քնած, որ ջրվել է արդարարյուն քրտինքով, մի օր պիտի հողս ճեղքի ու ծիլ տա, հայոց տունս լցնի բերք ու բարիքով, հայրենածախ ու դավադիր նեն գորեր, իսկ շաղախս բարկ արևից ու հողից, ով է փորձում իմ շաղախը տրորել, ես սերվել եմ վառվող Եղեգան փողից։